Ուժեղ Հայաստանը չի բացառում հետընտրական համագործակցությունը մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ Բարգավաճ Հայաստանի հետ, թեև քննարկումներ դեռ չեն եղել։ Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հենց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու մոտ Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանը բարեկամական խոսք ուղղեց Ծառուկյանին։ Տեսեք ինչ գեղեցիկ եկեղեցի է այստեղ կառուցել, մենք շատ հարգում ենք եւ շատ սիրում ենք մեր ընկերոջը եւ կարծում ենք, որ ապագա Հայաստանի հետ կապված մենք տեսնում ենք, որ բոլոր հայերը պետք է ունենան ընդհանուր տեսլական, որ այդ արդյունքով հասնենք այն արդյունքի, որը մենք ուզում ենք։ Իսկ այդ արդյունքը աղքատության վերացում եւ անվտանգություն։ Այսինքն դեռ քննարկում չի եղել, բայց չեք բացառում, որ կլինի, եղել է ինչ որ։ Դեռ քննարկում այդպեսի չի եղել, քանի որ մեր ժողովուրդն է որոշում։ Թեև Ծառուկյանը նախընտրական շրջանում հստակ չի խոսում Սամվել Կարապետյանի ուժի հետ միանալու մասին, նա օրերս ասել էր, թե ընտրություններից հետո անհրաժեշտ է լինելու համախմբվել, քանի որ ուժերից ոչ մեկը միայնակ 51% ձայն չի հավաքելու։ Այսօր ոչ մեկը չի կարա 51% հավաքի։ Անպայման պետք է համախմբվենք եւ այս ծրագրերը իրականացնենք, կյանքի կոչենք։ Ավելի վաղ Ծառուկյանը բացառել է միավորումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԲՀԿ առաջնորդը, որ պարբերաբար Փաշինյանի քննադատության թիրախում է, օրերս ասել էր, թե պատրաստ է անգամ ունեցվածքը կորցնել, բայց չի գնա իշխանության հետ գործարքների։ Ուժեղ Հայաստանում էլ պնդում են իրենց օրակարգում առաջնահերթ մեկ հարց է, որի շուրջ էլ համախմբում են ակնկալում։ Մեր համար առաջնային հարցը իհարկե Փաշինյանի կառավարության հեռացումն է, որտեղ ամեն նոր օր ավելի մեծ վտանգներ է բերում Հայաստանի համար։ Ապացույցը վերջի մի ամսվա դեպքերն են, հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը եւ այլ խնդիրներ, որոնք ծագում են նոր։ Մամուլում եւ իշխանամետ շրջանակներում ակտիվ քննարկվում է Ռուսաստանից ընտրողներին հատուկ կազմակերպված եղանակով Հայաստան բերելու թեման։ Անգամ թվեր նշվեցին, որոնք հասնում էին մինչև 100,000-ի։ Օրերս Reuters-ն էր մի հրապարակում արել, համաձայն որի Ռուսաստանի իշխանությունները ծրագրել են տասնյակ հազարներով ռուսաստանաբնակ հայերի տեղափոխել Հայաստան գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկելու նպատակով։ Ըստ նույն հրապարակման Մոսկվան նախապատվությունը տալիս է միլիարդատեր Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանին։ Reuters-ը միևնույն ժամանակ նույն այդ ծավալուն հոդվածում գրել էր, որ չունի սեփական ինքնուրույն հաստատված ապացույցներ, որ այս ծրագիրը ընթացքի մեջ է կամ այդ 100,000-ը կկրճատի առաջատար ուժերի միջև տոկոսային տարբերությունը։ Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն էլ հերքել են միջամտության վերաբերյալ հայտարարությունները։ Մինչդեռ քարոզչությունից առաջ դեռ մարտին Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես զգուշացրել էր ընտրական գործընթացներին արտաքին միջամտության ռիսկերի մասին։ Վերջին շրջանում նորից սկսեց շրջանառվել այն լուրը, որ Ռուսաստանից մարդիկ են բերվում, օդանավեր են գալիս եւ փորձում են այդ ամենը ուղիղ կապել ձեր ուժի հետ։ Ինչ կարող եք այդ մասին ասել։ Ես կարող եմ ասել, որ ամեն համարյա քաղաք գնալուց ինձ մոտենում են Ֆրանսիայից եկած հայեր, Վրաստանից եկած, այլ երկրներից եկած հայեր, որոնք հատուկ ընտրության համար եկել են։ Ինձ համար անծանոթ մարդիկ են։ Մոտենում են, ասում են հատուկ ընտրության համար եկել ենք, որ մեր երկրում փոփոխություն լինի։ Ավելի շատ երեխաների հետ եղավ այսօր Նարեկ Կարապետյանի շփումը Նոր Հաճնում։ Օրվա խորհրդով պայմանավորված էլ նա իր ելույթը հենց երեխաների ապահով ապագայի շուրջ էր կառուցել։